Մի զգալի մաս էլ ռեալ այլընտրանք տեսնում է միայն Դոգին։ Այն փաստը, որ Փաշինյանի ձեռքը հասել է Դոգին ու նրան դատում են ԱՄՆ-ում, վկայում է, որ հենց Հայաստանի իշխանությունները նրան համարում են ռեալ այլընտրանք եւ իրենց համար վտանգավոր։ Հայաստանի իշխանության ձեռքը չի հասնում Միքայել Մինասյանին, չի հասնում ԴՀԿ-ի Միհրանին եւ շատ-շատերին, ում իբր պետք է դատեին, բայց այ հասնում է Հայաստանից ամենահեռավոր մի տեղ ու Դոգին դատում են։ Սերժ Սարգսյանը, Սաշիկ Սարգսյանը, Միքայել Մինասյանը բանտում չեն, իսկ այդ Դոգը բանտում է, այն էլ ԱՄՆ-ի։ Ուրեմն Դոգն իսկապես վտանգավոր է Փաշինյանի համար, ավելի վտանգավոր, քան վերոնշյալ անձինք։ Բայց մյուս կողմից Վարդան Ղուկասյանն էլ ըստ այդ հարցման արդյունքների, այսինքն հիմնվելով հարցումների վրա եմ ես այս եզրակացությունը անում, կորցրել է որոշ աջակցություն։ Դոգի վարկանիշի անկումը կարելի է պայմանավորված համարել նրանով, որ նրա խոսքը հենց սահմանափակվեց, երբ ԱՄՆ-ում դատում են։ Նաև նրա էմոցիոնալ խոսքերից մարդկանց ունեցած հոգնածությունը կարող է դեր խաղալ։ Եթե Դոգը կամ նրա նման որևէ մեկը պոպուլիզմից եւ հայհոյանքներից անցնի ավելի լուրջ ու պրոֆեսիոնալ հարթություն, այսինքն իր շուրջ մոբիլիզացնի երիտասարդ պրոֆեսիոնալների, տեխնոկրատների, այլ ոչ թե խաբեբապատեհապաշտների, որ եղել է մինչ օրս, ովքեր իրեն դավաճանել էին, անցան Երևանի ավագանի եւ մոռացան նրա մասին, ապա կարող է շատ ավելի լուրջ գործոն լինել։ Բայց դրա համար նախ պետք է հաղթել դատը, դուրս գալ եւ արդարացվել, փոխել իմիջը, խոսելաձևը, ասելիքը եւ լուրջ թիմ ձևավորել։ Այլապես Դոգը մնալու է որպես մեծ աուդիտորիա ունեցող, կոռուպցիա բացահայտող անհատ, առանց լուրջ թիմի բլոգեր, ով քաղաքական սանիտարություն է անում, որը իսկապես մեծ եղանակ է փոխել Հայաստանում, բայց ոչ ավելին։ Ուրեմն ֆիքսենք, սիրելի բարեկամներ, որ հարցումները հենց ցույց են տալիս, որ հանրության մեծամասնությունը հոգնել է նախկիններից, ներկաներից եւ պոպուլիզմից։ Մարդիկ ցանկանում են ապրել լուրջ, վստահելի ապագա ունեցող երկրում, իսկ նման երկիր կառուցում են միայն պրոֆեսիոնալներն ու տեխնոկրատները։ Իսկ որտեղ են նրանք։ Ժողովուրդը փնտրում է պրոֆեսիոնալ նոր լիդերներ, գտնողներին խնդրում ենք բացահայտել եւ նրանց անունները գրել հենց այս տեսանյութի մեկնաբանություններում։